Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացված Գարեգի Նժդեհը 125 տարեկան է ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանի պետական համալսարանի եւ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի շուրջ 120 ուսանողների հանձնեց ՀՀԿ անդամատոմսեր։ Միջոցառումը տեղի ունեցավ Գարեգի Նժդեհի հուշահամալիրի մոտ։ Ծրագրի նպատակն էր երիտասարդությանը ծանոթացնել մեծ զորավարի կյանքին ու գործունեությանը, արժևորել հայ մեծերին։ Վարչապետը շնորհավորեց ՀՀԿ շարքերը համալրած ուսանողներին եւ նրանց հանձնեց կուսակցական անդամատոմսեր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը եւս շնորհավորեց ուսանողներին։ Մենք սրանով ամփոփում ենք երիտասարդական միջոցառումների շարքը նվիրված Գարեգի Նժդեհի 125-ամյակին եւ մյուս կողմից էլ ցույց տալիս այն բոլոր կառույցներին, քաղաքական ուժերին, որոնք 10-20-30 որոշակի երիտասարդներ հավաքելով փորձում են խոսել երիտասարդների անունից։ Անդամատոմսերի հանձնման արարողությունից հետո երիտասարդները ներկա եղան մշակութային միջոցառման։ Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք պաշտոնատար անձինք՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Էդուարդ Շարմազանովը, Կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ այլք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն։